Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանն է, ողջույն պարոն Աբրամյան։ Շատ ուժերի այսպես դիրքորոշումը հայտնի է խորհրդանում խորհրդանական ընտրությունների մասնակցության, ասենք Սամվել Կարապետյանի կուսակցությունը հայտարարում է, որ դաշինքով են մասնակցելու։ Ինձ հետաքրքիր է ՀՀԿ-ի անելիք, օրինակ դուք կարող եք դիտարկեք այս ուժին միանալու դաշինքով գնալու տարբերակը, ինչ կարող եք ասել։ Հանրապետականի որոշումը կախված կլինի առաջիկայում ապրիլի 4-ի նախատեսված համագումարով, որովհետև ի տարբերություն շատ ուժերի, որոնք վերջին պահին են ձևավորվել, կազմավորվել կամ որոշել որոշակի ֆորմատների մասին, հանրապետական ինստիտուցիոնալ կառույց է եւ քաղաքական որոշումները ելնում են նաեւ բավականին մեծ եւ բազմաշերտ քննարկումներով եւ մեր մոտ վերջնական քաղաքական որոշումները, այսպես ասած, համագումարին արդեն բարձ կլինեն, թեև կուսակցության գործադիր մարմինը իր գործող կառույցներով այս թեման քննարկումների ենթարկել է եւ չթաքցնեմ, որ այս թեման դեռևս հունվարից լայն քննարկումների առարկա է եղել, Եվ կողմ եւ դեմ ձայներ կան ՀՀԿ-ում մասնակցելու ընտրություններին։ Չասեմ ձայներ, որտեղ դրանք ձայներ չեն, դրանք դիրքորոշումներ են, լսվող կարծիք։ Դիրքորոշումներ են, որի տակ կան դրված նաեւ որոշակի վերլուծություններ եւ բնականաբար ելնելու ենք դրանից։ Շատ ժամանակ, երբ որ ես ասում եմ վերլուծություններ կամ մոտեցումներ, շատերը առաջին բանը, որը մտածում են, դա այն է, թե ընտրություններին գնալուց հանրապետականի հնարավորություններն են ինչպես են, բայց ասեմ, որ հատկապես այս փուլում շատ ավելի կարևոր գործոն է այն, թե հանրապետականի այս կամ այն ձևով մասնակցություն կամ չմասնակցությունը որքանով կարող է նպաստել ընդհանուր քաղաքական կարևոր նպատակին հասնելուն, այսինքն իշխանության փոփոխության վերմանը եւ այս փուլում կարող եմ միայն ասել, որ հանրապետականի քաղաքական որոշումը հենց դրանից է ելնելու Այսինքն առաջնահերթը ոչ թե դրված է հանրապետականի այս կամ այն ձևով ներկայացվածությունը, այլ այն, թե հանրապետականը ինչպես կարող է առավելագույնը օգտակար լինել ընտրական process-ում հավաքական ընդդիմության հաջողության ապահովմանը։ Տեսեք, ասում են, որ այն ուժերը, որոնք շանս չունեն անցնելու խորհրդարան, նրանք փոշիացնում են ձայները եւ լավ կլինի, որ չմասնակցեն Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալներով ընդդիմության ամենաշատ ձայները ուներ Կարապետյանի ուժը 11%, հետո Հայաստան դաշինքը 4% եւ Ծառուկյանը 2%, ԿՊ-ն 29%, այսինքն ըստ այս հարցման ՀՀԿ-ն անցնելու շանս չունի։ Հնարավոր է, որ նաեւ ձեր ներքին հարցումները բերեն ձեր այն եզրակացության, որ քան որ շանս չունեք անցնելու, չմասնակցեք։ Տեսեք, այս թվում է այդ հարցում, որը իրականացված է, վերցված այն ուժերին, որոնք հայտարարել են իրենց ընտրությունների մասնակցության վերաբերյալ, որովհետև ինքս եւս սոցիոլոգիական հարցումների որոշակի ծանոթ եմ, նաև դրա հիման վրա մենք նաև ունենք վերլուծություն, որը ես նպատակահարմար չեմ համարում հանրայնացնելու, բայց այդ ձեր նշած թվերի մասով բավական մեծ վերապահումներ ունեմ։ Ես ինչ չեմ ուզում այդ հարցումներին առավել մանրամասն անդրադառնալ, որովհետև ընտրական բոլոր փուլերում, այդ թվում հիմա այն ուժերը, որոնք հրապարակում են, բնականաբար յուրաքանչյուրը փորձում է իր առաջնահերթությունների շրջանակներում դրանք հանրայնացնել, գիտեմ ինչի մասին է խոսքը, բայց դրա մեջ էլ մանիպուլյացիոն բան տեղ ունեցավ հանրային քննարկումների տիրույթում, բայց իրականության մեջ սոցիոլոգիական հարցումներին ինքս տեղյակ եմ, գիտեմ, որ ուժը ինչ մոտավոր հնարավորություն ունեք եւ այս տեսանկյունից ուզում եմ հստակ ասել, որ այսօր հանրապետականի խնդիրը այն չի, որ ինքը անցողիկ շեմը հաղթարում է, թե չի հաղթարում, որովհետեւ ես ձեզ հավատացնում եմ, որ հանրապետականի խնդիրը այս պահին այդ շեմի հաղթահարումը չէ։ Ըստ այդմ հանրապետական դրա այդ շեմի հաղթահարման հետ կապված լուրջ խնդիրներ չունի։ Եթե հանրապետականը վաղը հայտարարի, որ ինքը մասնակցելու է ընտրություններին, իր ողջ կառույցները, որոնք գործում են եւ մշտական ակտիվության ժամանակահատվածում են, մենք այդ հնարավորությունը ունենք դա հաղթահարելու։ Բայց ի տարբերություն շատ ուժերի մենք չենք ասում, որ հանրապետականի հնարավորությունը այս պահին, չգիտեմ, 50%-ը հաղթահարելու մեջ է եւ այլն։ Ես ասում եմ դրա համար, որ հանրապետականը ունի իր ռեսուրսը, պոտենցիալը, որը մեկը չի կարող
կամ թերագնահատել կամ ասել որ նման բան գոյություն չունի, բայց այս պայն հանրապետականը փորձում է իր պոտենցիալը ներդրել ընդհանուր հաղթանակի ապահովման, թե դա ինչ ֆորմատ կենթադրի, դրա ամփոփումը մենք ունենանք այս շաբաթվա վերջին։ Նման քննարկում չենք ունեցել, նման բան այս պայդրությամբ տեղի չունեցել, ոչ կուլիսներում, ոչ էլ առավել եւս հրապարակային եւ այդ մասով որևէ բան ասելիք ես պարզապես չունեմ։ Մեր վերջնական մոտեցումը կձևավորվի առաջիկա օրերին եւ բնականաբար դա մենք կհանրայնացնենք։ Շատ լավ, մենք հակից վստահ եմ հյուրեր կունենանք ձեր մյուս գործընկերներին այդ թեմայով։ Տեսեք, եթե նույն այս ինստիտուտի տվյալների վրա հիմնվենք եւ համեմատենք 21-ի ընտրությունների արդյունքների հետ, ՀՀԿ-ն այն ժամանակ դաշինքով գնաց եւ 5%-ից ավելի ձայն հավաքեց, Հայաստան դաշինքի հետ միասին երկու ուժով 26% էր ընդդիմադիր խորհրդարան անցած երկու ուժերի ձայները, այս հարցման համաձայն Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի ուժերին պատրաստ են քվետալ 17-18%, այսինքն մոտավորապես 8-9% ընդդիմադիր ընդհանուր ձայները անցել են, չի նշանակում, որ ընդդիմությունը այս 5 տարիներին ինչ-որ իմաստով մաշեցրել է ինքը իրեն, այլևս մարդիկ այս ուժերի հետ հույս չեն կապում, որ կկարողանաք Փաշինյանին հեռացնել։ Ես կարծում եմ, որ մի բան կա, որը դուք ոչ դիտմամբ իհարկե, բայց մի փոքր այլ ձևով եք ներկայացնում։ Ռեյտինգները այլ բան են, ընտրական ռեյտինգները այլ բաներ են, դրանք որպես ձայնային կապիտալիզացիում լրիվ այլ թիվ են դառնում։ Եվ այս տեսանկյունից մի փոքր ուրիշ է իրավիճակը։ Նկատի ունեք փոշիացվող ձայները սրանք կգումարվեն, լավ։ Նույն ընդհանուր գումարային հավաքական գումարային մասն էլ մասում լրիվ այլ իրավիճակ ունենք։ Բայց այստեղ գլխավոր հարցը հետեւյալն է։ Նախ դրական process-ում այսօր ընդդիմադիր դիրքավորումից հանդես է գալիս ուժ, որը նախորդ շրջափուլում չի եղել։ Նկատի ունեմ ուժեղ Հայաստանի գործուն, այսինքն համարել, որ նախորդ 5 տարվա գործունեությունը նաև պայմանավորված է այսօրվա ցուցանիշներով, դրանք այդքան իրար համեմատելի չեն եւ դրականի եւ բացակայության դեպքում։ Բայց խորհրդանական ուժերը ես որևէ իմ համար իմ առաջ խնդիր չեմ դրել գալու եւ արդարացնելու մեր երկու ուժերի հնարավորություններն ու արդյունավետությունը, առավել եւս ես մեկ խմբակցության տեսանկյունից կարող եմ խոսել։ Բայց այս 4-5 տարիները եղել են մեր երկրում բավականին ակտիվ process-ների, փողոցային շարժումների, ակտիվ ընդվզումների, փողոցային պայքարի այնպիսի ժամանակահատված եւ այսօրվա խորհրդանական ընդդիմությունից մեծ թվով անձինք եւ ակտիվություն են դրսեւորել խորհրդանում եւ փողոցում եւ մնացած բոլոր ճակատներում եւ այս տեսանկյունից միանշանակ գնահատականներ տալը ոչ արդյունավետության կամ բացական գործունեության մասին ես կարծում եմ ճիշտ չէ։ Ձեր դժշազողը դա եղել միշտ, բայց չեք ասել այդ ես ինքս իմ գործունեությունը, երբ որ ես իմ համար ցածրաձայն մտքում եմ, թեկուզ որևէ ֆորմատով գնահատում եմ, բնականաբար ես իմ արածից, իմ գործունեության այդ մասով ես չեմ կարող ինքս ինձանից գոհ լինել, որովհետև գեր նպատակը կամ առաջին նպատակը եղել է հասնել երկրում իշխանափոխությանը։ Բայց մյուս կողմից գնահատել տարբեր ուժերի գործիչներին, ասել, որ դուք բացարձակ որևէ արդյունավետություն չեք համարել եւ բերել եք նորանոր խնդիրներին, ես դրա հետ էլ չեմ կարող բնականաբար համաձայն լինել։ Ամեն դեպս մեր հասարակությանը ճշմարտություն փոխանցելու քաղաքական հետապնդողներին դատարաններում, քրեակադրողական հիմնարկներում բոլոր տիպի սատարում ապահովելու մեր հասանելիության պայմաններում որպես պատգամավոր այդ գործունեությունը առաջնագծից միջև ներքաղաքական կյանք ապահովելու տեսանկյունից ամբողջական առումով չեմ կարող գնահատել, բայց կան իրականում գործիչներ, որոնք անընդհատ իրենց գործունեությունը բոլորի առաջ է եղել եւ համենայն դեպս դրանք գնահատելու հնարավորություններ կա։ Կրկնում եմ, չի կարող ընդդիմադիր գործիչը գոհ լինել ինքը իրանից, քանի իշխանափոխության այդ process-ը տեղի չունեցել, բայց այդ process-ներին պետք է որոշակի առանձնահատկություններով անդրադառնալ։ Շատ լավ, ձեր նախկին գործընկերը պատգամավոր հանրապետականից
Սամվել Ֆարմանյանը գրել էր, որ հաջորդը չի ընդունում Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանին պատերազմից հետո Փաշինյան ընտրություններում հաղթել է 3 նախագահները եւ մեջբերում մեր ժողովուրդը པարզ հասկացելու դեռ հասկացնում է պատրաստ է անգամ ուրանալ սեփական անցյալն ու ինքնությունը, մոռանալ Արցախն ու իր զավակների արյունը, պատրաստ է անգամ կանգնած մեռնել, բայց իր ձեռքով իշխանություն չի փոխանցի նախկին նախագահներից որևէ մեկին առաջին հերթին Քոչարյան։ Սա իհարկե Քոչարյանին ուղված գրառում էր, կոչ էր, ես այդպես եմ անցալել ամեն դեպքում չմասնակցել ընտրություններին, բայց նաև ձեր մասին արձանագրում կա, սրանից դուք եզրակացության չեք գալիս, որ պարոն Սարգսյանը հեռանա քաղաքականությունից, դաշտ բացի ձեզ համար, պարոն Աշոտյանի համար, պարոն Շարմազանովի համար, ՀՀԿ-ի մյուս ավելի երիտասարդ գործիչների համար, միգուցե ՀՀԿ-ին ինչ-որ ժամանակ անց դիտարկեն որպես Հայաստանի հավանական իշխանություն, ասում է 3 նախագահներին չի ուզում ժողովուրդը։ Նախ Սերժ Սարգսյանը իր գործունեությունը, եթե նայենք 18 թվականից հետո, նաև իր գործունեությամբ է նպաստել, որպեսզի համատաբար երիտասարդ սերունդի համար հնարավորություն բացվի քաղաքական դաշտ ոչ միայն մտնելու, ամրապնդվելու, այլ նաև իրեն դրսևորելու առումով։ Ես չի ուզենա Սամվել Ֆարմանյանի այս գնահատականը ամբողջացնել հասարակության համար, թեև ինքը խոսում է որպես հասարակության դիրքորոշում, եւ թեպետ դուք իրեն ներկայացնում եք որպես նախկին հանրապետական, շատերի մոտ կարող է ասոցիացիա լինել, նաեւ ենթագիտակցական որպես Սամվել Ֆարմանյան որպես հանրապետական հետ ասոցիացվող խմբակցության շատերն էլ նաեւ դիտարկում են, որ սա նաեւ այսպես ասած որպես աֆիլիացված անձի տեսակետ է։ Եթե չեմ սխալվում, Ֆարմանյան 18 թվականի հայտնի իրադարձություններից հետո դուրս է եկել կուսակցությունից, այն որ ինքը դուրս է եկել դա միանշանակ է, բայց եթե չեմ սխալվում 18 թվականին է եղել իր տեսակետները կարելի է կիսել, կարելի է չկիսել եւ այլն, սա, բայց որևէ առնչություն չունի հանրապետականի մոտեցումների հետ։ Մենք հրավիրենք պարոն Ֆարմանյանին հարցեր տալու այս թեմայով, իսկ զուտ ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա գիտեք, Սերժ Սարգսյանը 2018-ից հետո իր դիրքորոշումը արտահայտել է, դրա դրսևորումը եղել է 21 թվականի ընտրական process-ներում, այն նիշային, որտեղ դիրքավորված է Սերժ Սարգսյանը, դա որպես պետական գործի մարդու մոտեցում է, ով պարզապես չի կարող անտարբեր մնալ մեր երկում տեղ ունեցող ողբերգական իրադարձություններով, բայց նաև դա որոշակի դիստանցավորված նաև դիրքավորում է, որտեղ ի հեճուկը ձեր ասած մոտեցումների նաև հնարավորություն է միջին կամ միջինից ցածր երիտասարդ սերունդին իր գործունեությունը ծավալելու եւ դրանում նաեւ Սերժ Սարգսյանի մեծ սատարումը կա այս տեսանկյունից։ Ակնարկն այն է, որ անձերն են անընդունել նախկին նախագահները, քանի նրանք երևում են էկրաններին որպես քաղաքական գործիչներ եւ չեն հայտարարել հեռանալու մասին, այս ուժերը միշտ պարտվելու են Փաշինյանին, ասածը դա էր։ Գիտեք, խնդիրը այստեղ այլ տեղում է։ Հիմա եթե բոլոր ակտիվ քաղաքական գործիչների ռեյտինգավորում տեղի կունենա, յուրաքանչյուրը պլյուս մինուսով ունի ռեյտինգ, հակառեյտինգ եւ այլն։ Իդեպ դա առաջին տեղում դրանում Նիկոլ Փաշինյանն է, անկասկած բոլոր նաեւ սոցիոլոգիական հարցում են դա ցույց տալիս։ Բայց հիմա վերցնել ասել, որ այս մարդու այս հնարավորությունը կամ այս մարդու այս գործունեությունը բերել է նրան, որ նրա ներկայությունն է պատճառը, որ քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյաններ կամ դրա այդ աֆիլիացված խմբակները կա, ես կարծում եմ դա մեծ չափազանցություն է։ Այլ բան է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, նաև քաղաքական գործիչ պետք է հասկանա իր այս կամ այն process-ում ներգրավվածությունը կար ընդհանուր process-ին օգնի թե չօգնի։ Ավելի կոնկրետ ասեմ, յուրաքանչյուր ներողություն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ եւ հատկապես դա պետական գործիչներին է վերաբերում, բնականաբար իրենց մոտեցումը պետք է ելեն այն տեսանկյունից, թե իրենց այս կամ այն ներգրավվածությունը ինչ խնդիր է լուծում կամ ինչ նշանակետի է հասնում։ Սերժ Սարգսյանի դիրքավորումը, որը այսօր կա եւ արտահայտվել է 18 թվականից հետո, ընդդիմադիր է այդ գործունեության շրջանակներում եմ ասում, լիովին տեղավորվում է հավաքական հանդիմության հնարավորինս արդյունավետություն ապահովելու տեսանկյունից եւ ես չեմ կարծում թե այստեղ
առանձնապես էլ քննարկելու բան կա։ Ասածներն այն են, որ մարդիկ վախենում են նրանցից, նախկին նախագահներից, նախկին կառավարման բարքերի վերադարձից։ Ես կարծում եմ, այստեղ կա անգամ ուրանում են Արցախը չեն ընտրում անցյալը, ինքնությունը չեն ընտրում այն ուժերին, որոնց շարքերում են նախկին նախագահները։ Շատ լավ հասկացա, թե այդտեղ ինչ է նկատի ունեցել, ուղղակի ես անհրաժեշտ չեմ համարում մեկ մարդու այս դիրքորոշումը շատ ավելի լայն քննարկումի առարկա դարձնենք, ու ես կարծում եմ շատ հստակ կարտահայտեց թե Սերժ Սարգսյանը իր միսիան հանրապետական հետ եւ նաեւ որպես պետական գործիչ, որպես երրորդ նախագահ մարդով որ անցել է պատերազմներով, պետականության եւ բանակաշինության կազմավորումով, ինքը իր դերը լավ գիտի, ինքը ըստ դրա դիրքավորված է եւ կարծում եմ այն մոտեցումը, որը որպես դուք հավաքական տեսակետ եք ներկայացնում, Սերժ Սարգսյանին գրեթե բոլոր գծերով շրջանցում է։ Տեսեք, դուք ՀՀԿ-ի այն գործիչներից եք, որ կողմ եք մասնակցել ընտրություններին, թե դեմ։ Ես թվում է մեծ ողբերգություն չի, եթե բացահայտեք ձեր գործադիր մարմնում կուսակցության ղեկավար մարմնում տեղ ունեցած քննարկումները պատակահարմար չէ չեմ ասում հանրայնացնել, ձեր տեսակետը։ Հանրայնացնել ինչի համար եմ ասում, որովհետև դրանք շատ բազմաշերտ են, դրանց մեկ դետալի կամ մեկ հատվածի կամ դրանց հատվածական հանրայնացումը չի արտահայտելու այն իրական քննարկումը, բովանդակային առումը, որը արտացոլում է։ Թափանցիկության արտահայտումը ելնում է վերջնական որոշումներից եւ այդ վերջնական որոշումն է, որը նաեւ իր հիմնավորվածությամբ հանրությանը սփռելու է մոտեցումները, որոնք դրված են եղել հանրապետականի առաջ եւ դիրքորոշման տակ դրված հիմնավորումները, որի հիմա վրա այդ որոշումը կայացրել են։ Կան աշխատանքային քննարկումներ, կրկնում եմ, որոնց հատվածական ներկայացումը, որտեղ գործադիր մարմնում այսօր 16 գործիչ կա։ 1-2 մոտեցումը չի կարող արտահայտել են իրական քննարկումը, որը ըստ էության ուղղված է ընդհանուր քաղաքական process-ի արդյունավետության ապահովմանը եւ դրա համար այս տեսանկյունից խնդիրը պետք է դիտարկել ոչ թե թափանցիկության, այլ իրական բովանդակություն հաղորդելու տեսանկյունից։ Հակված եք մասնակցել, թե չմասնակցել ընդհանուր աուրան։ Ես սա նպատակահարմար չեմ համարում ժամանակից առաջ ընկնելու եւ հանրայնացնելու, որովհետեւ որոշակի հարցեր կան, որոնք առաջիկա օրերին քննարկվելու են եւ ամբողջացնելու են եւ ճիշտ չեմ համարում թեմայից առաջ ընկնելը եւ նույնիսկ տրամադրությունների ներկայացնելը։ Հանրապետականում միայն կարող եմ ասել, որ խնդիր կա դրված ամբողջականի բերելու եւ նաեւ հիմնավորվածությունը ամբողջացնելու գործիչների համար, որոնք այս կամ այն հարցում ունեն մտահոգություններ, այս կամ հարցում ունեն առանձին դատողություններ եւ մոտեցումներ եւ սա ըստ էության նաեւ էս երկար քննարկումները ներողություն նաեւ ցույց են տալիս, որ այստեղ որոշումը կախված չէ մեկ մարդուց, կախված է նաեւ կուսակցության կառույցներից եւ նաեւ գործադիր մարմնի հավաքական մոտեցումներից, որի ամբողջացումը հատկապես այսպիսի ներքաղաքական ծանր բարդ իրադրության պայմաններում մեկ շաբաթում կամ մեկ ամսում չի կարող լուծվել եւ որոշում կայացվել։ Եթե ՀԿ-ն չմասնակցի, չի նշանակում լքում եք ընդդիմադիր խրամատը եւ ընդունում եք պարտությունը։ 2018 թվականից հետո, երբ որ եւ ընդունում եք Փաշինյանի հաղթանակը, 2018 թվականից հետո, երբ որ հանրապետականը այլևս իշխանություն չէր, ուներ ճանապարհ, հատկապես այդ ժամանակվա վստահ եմ հիշում եք մեր ճնշումների պայմաններում խաղից դուրս գալու համար, բայց ամենածանր իրավիճակում, երբ որ թիրախավորում էին ոչ միայն հանրապետականի գործիչները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները, հանրապետականը ելնելով նաև պետականության կարևորությունից եւ ելնելով նաև քաղաքական դաշտի առանձնացությունից առայն, որ հանրապետականը 3 տասնամյակ անցած քաղաքական ուժեր, նույնիսկ այդ ծանր իրավիճակում թեև խորհրդանում չէր, բայց քաղաքական process-ներից ոչ միայն դուրս չեկավ, այլ նաև կարողացավ վերակազմավորվել, այսպես ասած դիրքորոշումների վերաձևակերպումներ տալ եւ ընտրել ընդդիմադիր քաղաքական գործունեության ճանապարհ։ Այդ փուլում խորհրդանից դուրս արտախորհրդանական ուժի կարգավիճակով եւ մեր նման կայացած քաղաքական ուժերի համար խորհրդամ լինել եւ չլինելը
կարող է որոշակի հարցեր առաջացնել, բայց դա որևէ պայմաններում չի կարող նշանակել քաղաքական process-ներից դուրս գալ, առավել եւս пассивացնել պայքարը Նիկոլ Փաշինյանի գործունեության մասով։ Փաշինյանի հաղթանակը չեք ընդունի, ստացվում է, եթե չմասնակցեք, եթե ձեր անելիքը չեք տեսնում ընտրությունների միջոցով նրան հեռացնելու հարցում, նշանակում է հանձնվել եք ինչ-որ իմաստով։ Չէ, դե կարծում եմ այդ հանձնվել բառը մի քիչ պրովոկացիոն է։ Կարծում եմ դուք նպատակ ունեք, որպեսզի մի քիչ շատ ավելի լայն կոնտեքստով թեմային անդրադառնամ եւ դրա համար եք նմանատիպ բառեր ընտրում, բայց իրականության մեջ ես շատ վստահ եմ, որ դուք էլ գիտեք, որ մեր հանրապետականի գործունեությունն ու դրա շարունակականությունը կախված չի լինելու մեր խորհրդամ լինել կամ չլինելով, կամ այն որոշումներով, որը ցույց կտա, թե մենք ոչ միայն դրական process-ում, այլ առաջիկա տարիներին մեր գործունեությունը ինչպիսի հունով ենք տանելու։ Իդեպ նաև ասեմ, որ թեև շատերը համագումարին հանրապետականի նայեմ կամ սպասում են ընտրությունների նրա հնարավոր մասնակցությունը դիտարկելու տեսանկյունից, բայց մեր համար այս համագումարը կազմակերպչական առումով շատ ավելի լայն նշանակություն ունի, որովհետև առաջիկա տարիների գործունեության ուղղություններն ըստ էության նախանշվելու եւ այս տեսանկյունից, եթե ոչ այսօր, ապա ընտրություններից հետո էլ սրանց կենսունակությունը շատ ավելի էական կլինի, շատ հստակ կլինի հանրապետական դերը քաղաքական դաշտում։ Նոր նախագահ հնարավոր է ընտրեք այդ համագումարի ժամանակ։ Տեսեք, համագումարը ինքը ընտրելու է կուսակցության նախագահի, մշտական գործող ղեկավար մարմինների եւ այլն։ Հիմա այս տեսանկյունից տեղի ունենալու ընտրություն։ Ես ոչ նպատակ ունեմ որոշակիորեն ինտրիգ առաջ բերել, բայց մյուս կողմից պետք է տեղի ունենան ընտրություններ։ Կան տեխնացուներ Սերժ Սարգսյանից բացի։ Այս պահին առհասարակ դեռևս որևէ առաջադրում չի եղել։ Կուսակցության կառավարությունը ենթադրում է որոշակի ընթացակարգեր եւ այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է։ Տեսեք, ընդդիմությունը հատկապես շեշտադրում է եւ շեշտադրել է վերջին տարիներին Հայաստանի անվտանգային խնդիրները, կարճ ասած Ադրբեջանը ինչքան ագրեսիվ է եղել, այնքան շատ է մեղադրել Փաշինյանին եւ, չգիտեմ, թերացումները ցույց տվել, դիվիդենդներ ստացել, Ալիևը հիմա ասում է պատերազմի էջը փակված է, գնում ենք խաղաղության, Նիկոլ Փաշինյանն ասում է մայիսի 28-ին զորահանդես կլինի եւ Հայաստանի ձեռք բերած զինատեսակները կցուցադրենք, մինչ ընդդիմությունն ասում է սահմանը անպաշտպան է, Պապիկյանը ցույց է տալիս բունկերները, չի ստացվում այս խաղաղության հաստատումը որոշակի թուլացնում է հավաքական ընդդիմության, այսպես դիրքերը քաղաքական բանավեճում։ Նախ ձեր հարցադրմանը չեմ կարող չարձագանքել։ Նու պրովոկացիոն չասեմ, բայց կարծում ճշգրտման խնդիր կա։ Ոչ թե ադրբեջանական հոխորտանքներն են դարձել հնարավորություն Նիկոլ Փաշինյանի քննադատելու, այլ այն բուն իրողությունների զարգացումը, որը արտահայտվել է եւ դիվանագիտական դաշտում զիջումների մասով եւ կոնկրետ առաջնագծում։ Այսինքն տեսեք, եթե վերցնենք հետ պատերազմյան ժամանակահատվածը 44-օրյա պատերազմի, մեր երկրի դեմ Ադրբեջանը իրականացրել է մեծ թվով ագրեսիաներ։ Մենակ 21 թվականի երկու ագրեսիա եղել մայիսին, նոյեմբերին, 22 թվականի սեպտեմբերին, 23-ի մարտի վերջ, ապրիլի սկիզբ տեղ Կորինձոր ուղղություններով, 23 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիա, դրա բոլոր ծանր հետևանքներով եւ այլն։ Այսինքն տպավորություն չպետք է ստեղծվի, որ անդիմությունը ոչ թե խոսել, փողոց է դուրս եկել, կոշտ ռետորաբանություն է օգտագործել զուտ Ադրբեջանից հնչեցրած ծանր մեղադրանքների եւ զիջումների պարտադրանքի մասով, այլ նաեւ այն գործընթացները, որոնք արտահայտվել են մեր երկրի դեմ եւ բերել են Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներին եւ օկուպացիային, բերել են Ադրբեջանի ամբողջական վերահսկողությանը Արցախի նկատմամբ եւ նաեւ մեծ զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերեվարվածների եւ այլն։ Այսինքն տեղի ունեցավ բավական ծանր իրադարձություն։ Երբ դուք ասում եք փակվել է թե չի փակվել, սա հարցի մեկ այլ կարևոր հատված է։ Իշխանությունը կարծում է, որ կարող է այս կամ այն զեկույցով կամ նույնիսկ սպառազինության մասին տեսանյութերով այս կամ այն թեման բացել կամ փակել։ Զորահանդեսով։ Բայց մեր հասարակության շրջանում տեղի ունեցող տարբեր դրսևորումները, տարբեր իրավիճակները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ
արտակուստ բաներ կան, որոնք չեն երևում, կամ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ինքը այս կամ այն էջը փակել է կամ սվարկա է արել, սա էլ միանշանակ չէ, որտեղ հասարակությունը տարբեր իրավիճակներում պայթում է եւ այս իրավիճակում սա վերաբերում է ոչ միայն քաղաքական օրակարգին, այլ սա նաեւ վերաբերում է հասարակության շրջանում արկա լարվածությանը, որոնք տարբեր իրավիճակներում դուրս են գալիս։ Ինչ վերաբերում է Պապիկյանի ցուցադրմանը, այս թեման իմ համար շատ ավելի տարօրինակ էր, քանի որ սա իր մեջ ավելի շատ անվտանգային սպառանիկներ ուներ, քան սա իշխանության զուտ քարոզարշավի շրջանակներում տեղ ունեցող process-ի մաս էր կազմում։ Գիտեք, կառուցվածքային առումով ներկայացնել այդ ամրացման շրջանները եւ արտաքին մասով եւ ներսում դրանք բնականաբար իրենց մեջ բավականին մեծ սպառանիկներ են իրականացնում եւ որոշակի առումով Ադրբեջանի հետախուզության համար կարևոր տեղեկատվություն էր ոչ միայն գնահատելու մեր ամրաշինական պոտենցիալը, այլ հնարավոր թիրախավորման դեպքում ճիշտ գնահատականներ ունենալու եւ իրացնելու, այսինքն որ դեպքում ինչ կարելի է կիրառել։ Երկրորդ ինչ վերաբերում է իդեպ այդ սպառազինությանը, ես մի իրավիճակի մասին կարճ պետք է ներկայացնեմ, երբ որ նախորդ հոկտեմբեր-նոյեմբերին տուրիստական այցեր էր կազմակերպում Փաշինյանը այս սպառազինությանը ներկայացնելու, նաև խորհրդանում խորհրդանական խմբակցություններին առաջարկ արվել պաշտպանության նախարարության կողմից, այլ տեսնում եք, երևի այս թեման ճիշտ է բացել, որովհետև դուք ասում եք, դուք էլ չեք գնացել, հակառակն ասեմ, ես ցանկություն հայտնել եմ գնալու, նույնիսկ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ հետ որոշակի ֆորմատ ենք քննարկել, դրանից հետո 2 ամիս այս թեման այսպես կոչված սառեցվել է, ասել են, որ այլ հարցեր կան, հեսա կլուծվի եւ այլն, իսկ հետո խորհրդանում պաշտպանության նախարարը հայտարարել է, որ 1 հոգու համար որևէ այց չի կազմակերպելու, այսինքն ստացվում է, որ ինձ առանց տեղեկացնելու, որ գիտեք ձեր այցը չեն կազմակերպում, որտեղ դուք եք մենակ պատգամավոր, իսկ մեր ֆրակցիայի պարագայում 6 հոգանոց ֆրակցիա է, ես եմ անվտանգության հարցերով զբաղվում, նորմալ է, որ մենակ ես եմ հայտը ներկայացրել, այս պայմաններում ինձ պաշտոնապես չի էլ տեղեկացվել, որ իմ այցը այս կամ այն պատճառով չեն կազմակերպել։ Իհարկե։ Ավելին ասեմ, պաշտպանության նախարարը իրենց պատգամներից մեկի հարցնի պատասխան խորհրդանում ասել է, հաստատել է։ Տարօրինակ է, որովհետև վարչապետը ամբիոնից մեղադրում է ընդդիմությանը, որ չեք ուզում գնալ տեսնել այդ զենքերը եւ այլն, ես իմ մոտ էլ կար այդ տպավորությունը։ Դե գիտեք, դա ստի այդ կեղծիքի դրսևորում մի բան է, որը նաեւ իրենց պաշտպանության նախարարն է հաստատել։ Իհարկե այնտեղ որոշակի խեղաթյուրում կար այն տեսանկյունից, որ ես պաշտպանության նախարարության ներկայացուցիչին նաև ֆորմատ էի առաջարկել, ֆորմատը ենթադրում էր նաև որոշակի փորձագետների ներգրավվածությանը, այսինքն ըստ էության կարող էր դառնալ 10 հոգանոց խմբի այցելություն, այնինչ պաշտպանության նախարարը, որը պաշտոնապես կապ էր հաստատել իր ներկայացուցիչի միջոցով հասկանալու ցանկությունը, ֆորմատը եւ այլն, հետագայում պաշտոնապես կամ որևէ այլ ոչ ֆորմալ խողովակով ինչ չտեղեկացրել։ Այսինքն դուք դա մերժում եք գալու, պարոն Աբրամյան, ձեզ տանելու։ Կներեք, սա այլ ձևով կարանք մենք մեկնաբանենք։ Հիմա ես ձեզ ասում եմ մի բան, որը նաև հաստատել է պաշտպանության նախարարը, որ այո, իմ ցանկությունը եղել է գնալու, բայց իրենք չեն կազմակերպել այս կամ այն պատճառով։ Այսինքն ես այդ պահին մի հատ եզրակացությունս այն է եղել, որ իրենք ի սկզբանե կարծել են, որ ես մերժելու եմ այցի գնալը, իրենք դա դրոշակ են դարձնելու, ցույց տալու համար, որ խորհրդանական խմբակցությունները հատկապես ոլորտով զբաղվող անձինք խոսում են, բայց չեն մասնակցում, եւ այս տեսանկյունից իրենց պլանները խառնվել է, բայց ստիպված են եղել ուղղակի մերժելու։ Երկրորդ հանգամանքը բնականաբար մեկ բան է, որ ոլորտին ոչ ծանոթ մարդկանց տանում է սպառազինություն է ցույց տալիս եւ նրանց դա կարող է հաճույք պատճառել որոշակի քանակի, տեսքի, հնարավորությունների, նրանց ներկայացվածի պայմաններում մեկ այլ բան է, երբ որ ոլորտին մոտիկ մարդ է գնում այդ process-ին ծանոթանալու, որտեղ հարցերն են եւ այլ, եւ հարցադրումները եւ ընդհանուր մոտեցումը եւ նպատակարար չեն համարել դրան այս դեպքում ին մասնակցությունը։ Մայիսի 28-ին ոնց հասկացա կցուցադրեն, պարոն Աբրամյան, վարչապետը ընդ որում երբ որ այդ մասին խոսում է, նշում է, որ սա հաշվետվություն է հանրությանը, այսինքն ակնարկն այն էր, որ կասկածի տակ չենք դնում ձեռք բերված խաղաղությունը եւ սա կկոմունիկացնենք միջազգային գործընկերների հետ, այսինքն իմ տպավորությունն այն էր, որ փորձում էր
սա ռազմատենչ ինչ-որ տրամաբանության մեջ չդնել։ Ձեր կարծիքով Հայաստանի Հանրապետությունը արդյոք պաշտպանունակ է ռազմական ձեռքբերումների արդյունքում։ Արեք, իրերը ճիշտ իրենց անուններով կոչենք, սա ոչ թե ռազմատենչության դրսևորում է, ոչ էլ հանրային հաշվետվություն։ Սա ընտրական process-ի մի մաս է, ընտրությունների քվեարկությունից 9 օր առաջ այսպես կոչված զորահանդես անցկացնելու եւ հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։ Գիտեք, չեմ ասի թե ես դասագրքային բան եմ ասում, բայց որպես կանոն զորահանդեսները մի քանի նշանակություն են ունենում, տարբեր իրավիճակներում են իրականացում, դա շատ դեպքերում իրականացնում են հաղթող պետությունները։ Այս պետությունը, այս իշխանությունը, որը 6 տարի հանրությանը մատուցել է եւ նաեւ որպես հետևանք տարածքային ամբողջականության կորուստներ է ունեցել, հազարավոր զոհեր ունեցել եւ այլն, այս տեսանկյունից զորահանդես իրականացնելը առնվազն մեծ թվով հարցեր առաջացնում։ Երկրորդը դա պետք է ուղղված լինի Ադրբեջանի կամ քո նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների զսպմանը, բայց այս տեսանկյունից կարծում Հայաստանի իշխանությունը, որը ի սկզբանե բացել է խաղաքարտերը, Ադրբեջանն է հանձնել իր հաղթաթղթերը եւ ըստ էության ադրբեջանական թելադրանքով է առաջնորդվում, այդ ֆունկցիան էլ այստեղ չի կատարում եւ դրա համար եմ ասում, որ միակ բանը, որը մնացել է, դա այսպես կոչված հանրային հաշվետվության ճակերտավոր ներքո պարզապես ընտրաշավի մի հատ ինչ-որ մաս դարձնելն է եւ հանրության համար որոշակի ընտրական որոշում կայացնելու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Աբրամյանին։